Հայաստանն ու Ամերիկան կարծես թե որոշել են, թե ինչի մասին է թրիփը։ Արտգործնախարար Միրզոյանը ԱՄՆ-ում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, ընդունել են հայտարարություն, որտեղ պատմել են թրիփի մասին։ Բնականաբար լրահոսով կլսեք շատ ոգևորիչ, լավ գնահատականներ եւ իսկապես ես ինքս հաստատում եմ, որ այնտեղ տրվում են շատ հարցերի պատասխաններ։ Բայց եկեք միասին ծանոթանանք փաստաթղթի բովանդակությանը, սիրելի բարեկամներ, եւ մեկնաբանություններից զատ ծանոթանանք բուն տեքստին։ Առավելությունը այն է, ես ընդունում եմ, որ փաստորեն վերջնականորեն հաստատվում է, որ Հայաստանը արտատարածքային միջանցք չի պատվիրակում որևէ մեկին։ Սա լավ է։ Ես չեմ վիճարկում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը, զարգացումը, որը շատ կարևոր է մեր երկրի համար։ ԱՄՆ-ն աշխարհի թիվ 1 գերտերությունն է, որքան Հայաստանը նրա հետ ունենա խորը քաղաքական, տնտեսական համագործակցություն, այնքան լավ մեր երկրի համար։ Եվ եթե ԱՄՆ-ն կարողանար անվտանգային երաշխիքներ ապահովել, դա կլիներ գերազանց։ Բայց եկեք չտրվենք պատրանքներին եւ հասկանանք, թե ինչի մասին է այդ փաստաթուղթը։ Որքան էլ լրահոսով պաշտոնական, հմեկով, դա ձեզ ներկայացվի որպես երկնքից իջած փրկություն մի մանանա, որ բերվում է հայ ժողովրդին, պետք է հասկանալ, որ սա ընդամենը հայտարարություն է, որի հենց առաջին հատվածում արտգործնախարարության պաշտոնական էջում մտնում ենք եւ շեղ տառերով գրված է։ Այս շրջանակը դա կոչվում է թրիփի իրականացման շրջանակ։ Չի առաջացնում եւ միտված չի առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի եւ ԱՄՆ-ի համար։ Այսինքն սա իրավական փաստաթուղթ չէ։ Սա մտադրություն է, կենաց ծրագիր, որը դեռ պետք է կյանքի կոչվի, գուցեև կյանքի չկոչվի։ Եվ այն ամենը, ինչ այնտեղ գրված է, կարող է լինել, կարող է չլինել։ Այսինքն մենք ընդունեցինք, որ դեռևս Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև որևէ պայմանագիր ստորագրված չէ ոչ թրիփի մասին, այն սկսելու իրականացնելու այդ սկզբունքների վերաբերյալ, որ ասվում է, ոչ էլ։ Բայց ուզում եմ ասել, որ սա էլ վերջնական փաստաթուղթը չի լինելու, սա ուրեմն նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար ուրեմն եւ բոլոր գործընկերների համար եւ Միացյալ Նահանգների եւ մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի հռչակագրի եւ վերջնական այդ պայմանագրերի ընկերության հիմնադրման ուրեմն եւ կանոնադրության եւ հնարավոր այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև։ Լավի հետ միասին կան մտահոգություններ, որ ես ուզում եմ ձեզ հետ կիսել, սիրելի բարեկամներ։ Առաջինը, ինչ ինձ մտահոգում է, այն է, որ թեև հստակ նշվում է, որ արտատարածքային որևէ միջանցք չկա, այսինքն ամեն ինչ կառուցվելու է թրիփում, լինելու է Հայաստանի ինքնիշխանության իրավազորության ներքո, բայց միաժամանակ Հայաստանը այնտեղ ունենալու է ընդամենը 26% մասնաբաժին, կառավարումը իրականացվելու է օտար երկրի ընկերության կողմից, եւ ինչն է ամենամտահոգիչը ինձ համար, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրվելու է ինչ-որ մի բան, երրորդ երկրի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին, խոսքը Ադրբեջանի մասին է։ Հայաստանն ու ԱՄՆ-ն երկկողմ գործընկերություն են զարգացնում, այսինքն փաստաթուղթը պետք է լինի Հայաստանի եւ ԱՄՆ-ի մասին։ Ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը։ Կարդամ այդ նախադասությունը եւ կասեմ, թե ինչն է այստեղ վտանգավոր։ Թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունության եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Սա հասկացանք։ Բայց կարդում ենք հաջորդ նախադասությունը։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում, ակնկալվում է, որ այն միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Տեսեք ինչ նախադասությունը։ Հայաստանը փաստորեն պարտավորվում է ԱՄՆ-ին ապահովել Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապը։ Տեսեք, կապելով, այսինքն սա իմպերատիվ է, այսինքն Հայաստանը պետք է դա անի։ Բայց ինչ է այնտեղ հետո ասվում, որ ակնկալվում է, չի ասվում, որ Ադրբեջանը պարտավորվում է Հայաստանի համար նույն սկզբունքով ապահովել անխոչնդոտ կապ այլ երկրների միջև։ Հասկանում եք։ Այլ ընդհանրապես ակնկալվում է Հայաստանի համար ինչ-որ փոխադարձ առավելություններ, թե որոնք են այդ առավելությունները պարզ չէ։ Ես այստեղ տեսնում եմ խնդիր Հայաստանի եւ ԱՄՆ-ի, Հայաստանի եւ ցանկացած երկրի երկկողմ հարաբերություններում չպետք է Հայաստանը որևէ պարտավորություն ստանձնի երրորդ երկրների հանդեպ, այն էլ Ադրբեջանի, պարտավորվելով, այսինքն դա իմպերատիվ նորմ է,
պարտավորվելով ապահովել նրա կապը Նախիջևանի հետ։ Սա արդեն ինքնիշխանության զիջում է, որովհետև ինչ կապ ունի երրորդ երկիրը հայ-ամերիկյան հարաբերություններում։ Մենք հասկանում ենք, որ սա տարածաշրջանային նախագիծ է, բայց Ադրբեջանի նման պարտավորություններ չունի։ Եվ գիտեք ինչն է այստեղ ցավալին, որ ժամանակին ընդհանրապես Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապի ապահովումը փոխկապակցված էր Հայաստանի եւ Արցախի միջև կապով։ Հիմա չկա Արցախ, հիմա ոչ մի պարտավորություններ Ադրբեջանը չունի, շարունակում է օկուպացնել Հայաստանի տարածքները։ Այսօր էլ չէ, Հայաստանի իշխանությունները գործում են մեր ինքնիշխանության ներքո, չէ, պարտավորվել են։ Ապահովել են։ Այսինքն, եթե Հայաստանի իշխանությունը այսօր ի վիճակի չէ ապահովել Հայաստանի օրենքների ինքնիշխանության իրացումը իր ամբողջ տարածքում, որովհետև տարածքների մի մասը օկուպացված է, Ադրբեջանը շարունակում է չճանաչել Հայաստանի իր սահմաններով, դեռևս դելիմիտացված եւ դեմարկացված չեն սահմանները, հա, սահմանազատված եւ սահմանագծված։ Դուք ո՞նց եք ապահովելու։ Հիմա դուք չեք կարողանում ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը իր ամբողջ տարածքում, որտեղից երաշխիք, որ հետագայում վեճ չի առաջանա, որ այդ հատվածում էլ կարող է լինել խնդիր։ Ո՞վ է այստեղ գարանտը։ Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն որևէ նման պարտավորություններ չունի։ Ընդհանրապես ակնկալվում է, որ Հայաստանը կունենա առավելություններ, իսկ թե ինչ առավելություն պարզ չէ, հստակ գծված չէ։ Սա համարում եմ ամենամեծ խնդրեմը։ Երկկողմ հարաբերությունների փաստաթղթերում, եթե երկիրը այլ երրորդ կողմի հանդեպ, որը Ամերիկայի հետ ինչ կապ ունի, Ադրբեջանը, Հայաստանը պարտավորություն է ստանձնում, սա արդեն ինքնիշխանության հետ հատվում է։ Սա նշանակում է սահմանափակ ինքնիշխանություն։ Սա նշանակում է պարտադրանք։ Եվ սա նշանակում է, որ իրականում ԱՄՆ-ն ոչ թե եկել է Հայաստան, այլ եկել է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապ ապահովելու, այլ ոչ թե Հայաստանի հետ առևտուր անելու։ Սա շատ մտահոգիչ է։ Ես ասում եմ, այս կետը պետք է ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգից հանվի եւ պայմանագրերում չլինի, որովհետեւ դրանից հետո տեսնում ենք, որ սա 49 տարով է հետագայում 50 տարով երկարացնելու։